Դաշնակցությունը ասում էր, եթե ստորագրվի այլ քայլեր կկատարեն, բայց արդեն հայտարարել է, որ չի պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը մինչև ամսի 16-ը, իսկ դուք հստակ միշտ ասել եք, որ այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։ Քանի որ երկու ուժերը համագործակցում եք նույն հարցի շուրջ, այստեղ հակասություն չկա։ Կարծում եմ հակասություն չկա, որովհետև նպատակի առումով կա նույնականացում, իսկ ինչ վերաբերում է տակտիկական քայլերին, բնականաբար մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, հնարավոր է նաև տարբեր քաղաքական մոտեցումներ լինեն տարբեր հարցերի շուրջ, բայց նաև կարծում եմ, որ Դաշնակցությունը իշխանափոխության հարցը դնելով մի որոշ ժամանակ հետո հնարավոր է ևս այս տարբերակին հանգի, մենք ևս ոչ միայն նախագահական հրաժարական ենք պահանջում, այլ ընդհանուր իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություններ, որովհետեւ առանց համակարգային փոփոխությունների մենք չենք կարողանալու լուծել այն խնդիրները, որոնք այսօր մեր քաղաքական օրակարգում կան, դա կապված է եւ ժողովրդավարացման հարցերի հետ, եւ ազգային խնդիրների հետ, ինչու՞ չէ նաեւ սոցիալական հավասարության խնդիրների հետ, ուստի կարծում եմ որոշակի ժամանակ հետո քաղաքական դաշտը ամբողջությամբ այդ համոզմանը կգա, նաեւ այսօր նոր ժամանակներ կուսակցության հայտարարություն է եղել եւս այդ ոգով, այնպես որ կարծում եմ պետք է որ համախմբումը տեղի ունենա։ Դուք եւ Դաշնակցությունը նույն նպատակներն ունեք, այսպիսի տպավորությունը որոշել եք հասնել նույն կետի, տարբեր ճանապարհներով եք գնում։ Ես չէի ասի տարբեր ճանապարհներով, ուղղակի նույն լանջով ենք բարձանում, այսպես ասենք, խնդրին եթե այդ ձևով ձեր դիտարկմանքն այն, ուղղակի ճանապարհներ, արահետները մի որոշակի հատված հնարավոր է որ տարբեր լինեն, բայց գագաթը բարձրանալուց հատվելու են պարտադիր։ Այսինքն դուք վստահ եք, որ Դաշնակցությունը նույնպես պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բնականաբար վստահությունը 100%-անոց կասեն իրենք, ես որպես դաշտի ներկայացուցիչ, քաղաքական դաշտի ներկայացուցիչ կարծում եմ, որ որոշակի քայլեր հետո այդ տրամաբանությանը գալու են բոլոր քաղաքական ուժերը, որոնք այս կամ այն կերպ դեմ են ստորագրված արձանագրությունների շրջանակում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը։ Իսկ եթե չգան, ձեր ճանապարհները մենք արդեն իսկ հայտարարություն արել ենք եւ այդ հայտարարության ոգով շարժվում ենք առաջ։ Խնդիր չեմ տեսնում, համագործակցության առումով խնդիր չեմ տեսնում։ Այնուամենայնիվ համագործակցությունը այս փուլում շատ նորմալ է, նորմալ զարգանում է։ Հետագա քայլերը արդեն ցույց կտան, թե ինչպես այն կընթանա։ Մենք ասել ենք եւ չեմ զլանա եւս մեկ անգամ տուկներ, որ բաց ենք ցանկացած եւ քաղաքական ուժի եւ հասարակական ուժի հետ համագործակցել, որպեսզի կյանքի չկոչվեն այս պետական շահերին դեմ գնացող արձանագրությունները, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության ակցիաների կեղծ կամ իրական լինելու, չմոռանանք, որ միայն Դաշնակցությունը չի մասնակցում այդ ակցիաներին, ես նկատի ունեմ նաև հանրահավաքին, այլ Ժառանգությունը եւս այդ հանրահավաքին մասնակցում էր, ուստի կարծում եմ հետագա գործունեությամբ իրենք ցույց կտան իրենց գործունեության տրամաբանությունը եւ իմ համար միևնույն ժամանակ ընդունելի չէ հավատաքննության պահերը, երբ այս կամ այն ուժին ինչ-ինչ պիտակներ կամ մածականներ են դրվում։ Քաղաքական ուժը իր գործունեությունը ծավալում է, եթե ընդունվում է հասարակության կողմից, ընդունվում է, եթե ոչ, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Քաղաքական ուժերը, որոնք նմանատիպ խնդիր են դրել իրենց առջև, որպեսզի կասեցնեն այս գործընթացը, պետք է համախմբվեն եւ միասնական խորհրդատվություններ անցկացնելով որոշեն տակտիկական բոլոր քայլերը եւ հերթականությունը, որոնք կարող են հանգեցնել դրական արդյունքի։ Դուք կասկած ունեք, որ ազգային ժողովը կվավերացնի, եթե բացարձակ։ Այսինքն ինչ կա։ Կվավերացնի։ Միանշանակ կվավերացնի, այս ազգային ժողովը շատ մեղսակցություններ է ունեցել եւ մարտի 1-ի հետ կապված եւ ժողովրդավարական քայլերը կասեցնելու ուղղությամբ, այնպես որ այս մեկը եւս չեմ կարծում, որ
կշրջանցի ազգային ժողովին, նրանք կվավերացնեն։ Իսկ ձեր հույսը ո՞րն է, որ ինչպես եք պատրաստվում կասեցնել։ Իմ ոչ թե հույսը, այլ իմ միակ ակնկալիքը այն է, որ քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերը, որոնք դեմ են ստորագրված արձանագրությունների շրջանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ մենք բոլորս առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն կողմ ենք, կարծում եմ մենք բոլորս պետք է միախմբվենք եւ հասարակությունը, մեր ժողովուրդը մեզ առաջնորդնելով, ես նույնիսկ այսպես կասեի, կարողանանք համընդհանուր այնպիսի գործողություններ իրականացնենք, որի արդյունքում կկասեցվեն այս արձանագրությունների իրականացումը։ Ինչպես։ Կարծում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ եւ ոչ միայն, կարծում եմ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով չէ, քայլեր բազմաթիվ կան, ուստի կարծում եմ այդ միասնական ուժն է, որ պետք է որոշի քայլերի հերթականությունը։ Բայց կարծում եմ լավագույն ուղին բնականաբար նախագահի հրաժարականն է, որովհետեւ դրանից հետո այլ process-ներ են սկսվում եւ ստորագրված արձանագրությունների կյանքի կոչելը զրոյանում է հավանականությունը։